Արամ Խաչատրյան համերգասրահում Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաների տարեվերջյան համերգն է։ Ավանդույթը չխախտելով նախ կատարում են դպրոցի հիմնը։ Հաշվետու համերգին դպրոցի սաները պատրաստվել են մոտ 1 տարի։ Պատասխանատու ստուգատեսն ընդունում են կրթօջախի պրոֆեսորադասախոսական կազմը, անվանի հյուրերն ու հանդիսատեսը։ Սա տարեվերջյան տոնական համերգ է, որտեղ ելույթ կունենան 6 սոլիստ, 2-3 ստեղծագործություններ կկատարեն նվագախումբը, որը որ բաղկացած է նաև կան երեխաներ կամերային նվագախմբից, քանի որ դպրոցն ունի եւ սիմֆոնիկ նվագախումբ եւ կամերային, միացյալ ուրեմն նվագախումբ է, որոնց հետ աշխատել են 2 մասնագետներ, դիրիժորներ, պրոֆեսոր Ռուբեն Ասատրյանը եւ Դավիթ Մարուխյանը։ Համատեղ, որը որ էլի շատ ինձ համար եւ հետաքրքիր է եւ կոլեգիալ առումով, պրոֆեսիոնալ առումով նույն նվագախմբի հետ աշխատել են 2 դիրիժորներ։ Դպրոցի տնօրենն ուրախությամբ նշում է, որ վերջին տարիներին կրթօջախի սաներից շատերը ուսումը շարունակում են բարձրագույն կրթական հաստատություններում, ինչպես մեր երկրում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, այնպես էլ արտասահմանյան տարբեր բուհերում միաժամանակ ելույթներ ունենում նաև հայտնի նվագախմբերում ու երգչախմբերում։ Արդեն մոտ 20 տարի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում իր գիտելիքներն ու փորձը նոր սերնդին փոխանցում է արվեստի վաստակավոր գործիչ խմբավար Ռուբեն Ասատրյանը։ Շատ հետաքրքիր ծրագիր է սպասում։ Հայտնի դիմակահանդես սյուիտից վալսը կգնա Արամ Խաչատրյանի եւ աշակերտներ, մենակատարներ հանդես կգան։ Հարվածային գործիք, մարիմբա սովորող հարվածային երաժիշտ, ջութակար կլինի, սաքսոֆոն, թավջութակ, դաշնամուր, այսպես մեր աշակերտները իբրև մենակատար հանդես են գալու նվագը։ Մի քանի, 2-3 նվագախմբային ստեղծագործություն կլինի եւ մնացածը մենակատար աշակերտները հանդես կգան։ 13-ամյա Միքայելը սաքսոֆոնահար է։ Նվագում է նաև դաշնամուր, բաս կիթար եւ հարվածային գործիքներ։ Համերգին ներկայանում է իր մասնագիտական գործիքով։ Ես նվագելու եմ հելենիստական սյուիտա, այսօր շատ հիանալի համերգ է լինելու եւ ես շատ ուրախ եմ, որ մեր դպրոցը այդպիսի հնարավորություն է ինձ տվել, որպեսզի ես մասնակցեմ այդպիսի հիանալի համերգին։ Իմ համար հաշվետու համերգը տարբերվում է, որ այդ համերգին հրավիրում են այդ դպրոցի լավագույններին եւ ես միշտ ուրախ եմ լինում, որ ինձ հրավիրում են։ Երաժշտական դպրոցի ղեկավարը փաստում է, ամեն ինչ անում են, որ սաները ստանան պատշաճ գիտելիքներ եւ հմտություններ, ելույթներ ունենան լավագույն բեմերում, քանի որ 87-ամյա կրթօջախի այցեքարտը եղել եւ շարունակում են մնալ հենց աշակերտները իրենց հաղթանակներով։ Յուրա Վահանյան, Հովանես Քյոսեյան, լուրեր։